Բաղրամյանում զինծառայողների մահվան դեպքերը շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, հատկապես մտահոգիչ են խաղաղ պայմաններում ինքնասպանության ու սպանության դեպքերը, ինչն է հանգեցնում նման դեպքերի եւ արդյոք խնդիրը միայն բանակի ներսում է։ Պանորամայի մի հետ զրույցի ընթացքում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, որ խնդիրը բնականաբար համակարգային է։ Դեռ մի չափորոշիչ չի, որ արկա է, դեռ ամբողջ համալիր է։ Նախ դրամկազմի ոչ բարձր պրոֆեսիոնալիզմը մեկ, թույլ վերահսկողությունը երկու, իրավապահ համակարգի թերացումները երեք, ռազմական կառույցի իդեմս պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի պետի ոչ պրոֆեսիոնալ կառավարումը, այդ նախարարության կառույցների ղեկավարն է ոչ պրոֆեսիոնալ կառավարումը, անառողջ բարոյական մթնոլորտի առաջացմանը, որը հասարակությունից է մտնում այնտեղ, որտեղ վերջին հաշվով զինծառայողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ այն չարժե համակարգը, որ իրենց համար աշխարհի կյանքում է, այդ ամեն ինչը տեղափոխվում է բանակ եւ բանակում ոչ կանոնական հարաբերություններ են առաջացնում։ Վերջերս մահվան դեպքերը հիմնականում պատճառը, այսպես ասած, մարտական հերթապահության ժամանակ քնելուց հետո, քնելու ժամանակ եւ դրանից հետո մյուս զինծառայողների կողմից ճնշումներն են, որը վերջնարդյունքում տալիս է կամ սպանություն կամ ինքնասպանության փորձեր կամ ինքնասպանություններ։ Իսկ այդ դեպքերը, վերջին դեպքը ամենայն հավանականությամբ դրա հետ է կապվում, առաջանում է այն պատճառով, որ անձնակազմի թիվը բավարար չի մարտական հերթապահությունը լիարժեք կատարելու համար եւ ստիպված զինծառայողները ավելի շատ ծառայում են ըստ նորմերի, քան հանգստանում են։ Իսկ դա կախված է նրանից, որ օրինակ օրվա քաղաքական իշխանությունները որոշում են կայացրել, որ անձնակազմի թվաքանակը 1 հարտով պետք է կրճատվեն։ Ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը 2 տարուց տարուկես են սարքել։ Մարտական հերթապահության անձնակազմի թվաքանակը չի բավականացնում եւ ապօրինի անօրեն որոշում են կայացնում 25-օրյա վարժական հավաքների անձանց ներգրավելու մարտական հերթապահության մեջ, որը սկզբունքորեն քրեորեն պատժելի արարքի նման որոշում կայացնելը։ Այնպես որ համալիր է, այսինքն մեծ հաշվով բանակը ինքը ինստիտուտ է, այդ ինստիտուտներից մեկն է պետության եւ ինչ հիվանդությամբ որ ամբողջ երկրի կառավարիչները եւ ինստիտուտներն են կրում, այդ նույն հիվանդությունը կրում է նաեւ ինստիտուտներից մեկը, որի անունը բանակ է, այսքանը։ Բայց ինչ պետք է անի պետությունը եւ առաջին հերթին ով պետք է պատասխանատվություն կրի։ Նահապետյանի գնահատմամբ պատասխանատվությունը պետք է դիտարկել ավելի լայն պետության կառավարման ամբողջ համակարգի շրջանակում։ Նախ պետության կառավարիչները իրականում իրենց մասնագիտությունը կառավարում են։ Կադրային սխալ քաղաքականություն, այդ ուներ բանակում է կատարվում։ Օրինակ նոր ռազմական ոստիկանության պետ է նշանակել։ Այդ անձը ռազմական ոլորտում ունի ծառայություն, կրթություն, փորձառություն, ձեռք բերված ցույց տված արդյունքներ ունի։ Քաղաքացիական ոստիկանական համակարգում է, չէ՞ անձը եղել։ Ռազմական ունի իր առանձնահատկությունները։ Այսինքն սխալ կադրային քաղաքականությունն է եւ երկրի պատասխանատու անձիկ պաշտոնյաները, գլխավոր կառավարիչի դեմս վարչապետի, կառավարության անդամները, իրենց նախարարների իրենց տեղում չեն։ Այսինքն կադրային քաղաքականությունը ամբողջովին ձախողված է։ Չունեն մասնագիտական կրթություն, աշխատանքային փորձ, ցույց տված արդյունքներ։ Այս 3 չափորոշիչներն են, որով որոշվում է անձը կարող է տեղով իրականացնել կառավարում։ Եթե չկա, բնականաբար այդ հաստատությունը որքան էլ որ կառավարիչը փորձի լավագույն արդյունքներ ցույց տալ, չի կարող ցույց տալ, որտեղ անհրաժեշտ պարամետրեր դինեն։ Եթե մարդը կրթություն չունի, գիտելիք չունի, եթե աշխատանքային լուրջ փորձառություն չունի բարձր պաշտոնի եւ այդ փորձառության ժամանակ ցույց տված դրական արդյունքներ չունի, ինչպես կարող է այդ հաստատությունը իր ենթակա կառավարման օղակը արդյունավետ աշխատել։ Չի կարող։ Այսինքն սխալ կադրային քաղաքականություն, դու գալիս է վարչապետի պարտականությունը կատարող անձից, այդ մարդը կառավարում չգիտի։ Մարդը իր ընդհանուր գիտելիքների աշխարհչափության աշխարհընկալման շրջանակներում իրականացնում է կառավարում։ Թեև իրեն թվում է, որ ինքը ղեկավարում է մարդկանց։ Պետությունները չեն ղեկավարում, պետությունները կառավարում են։ Եվ արդյունքը նա ինչ որ մենք ունենք հարևանների հետ մրցակցության ժամանակ ինստիտուտների
մենք պարտվում ենք, օրինակ այդպիսի մի ինստիտուտ բանակներ։ Բանակների մրցակցության ժամանակ, որը գետնի վրա կոչվում է պատերազմ։ Իսկ պատերազմը ինքը process է, այդ process-ը հասնում մենք պարտվեցինք։ Առաջին հերթին դա է, եւ երկրորդ մի կարևոր գործոն կա կոնկրետ բանակի հետ կապված, դա զինանձնակազմի մոտիվացիան է։ Երբ զինծառայողը շարքայինից մինչև հրամկազմ ներառյալ նաև գլխավոր շտաբը չունեն մոտիվացիա, ինչի համար այդ բանակը պետք է։ Պաշտպանունակությունը, որը նոր թեզիս է մտցել որվա վարչապետը, ինքը ամորֆ է, իր մեջ ոչ մի չափորոշիչ ռազմական ոլորտի չկա։ Եթե նախկինում դա մարտունակություններ, իսկ մարտունակությունը հստակ չափորոշիչներն էր գնահատման համար։ Ասենք, անձի մասնագիտական պատրաստվածություն, ֆիզիկական կարողություններ, զենքի տիրապետում, շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, զորքերի ստորաբաժանումների ներդաշնակում, միջանձնային հարաբերություններ, բարոյական վիճակ, մարտական ոգի, սրանք բոլոր չափորոշիչներ են, որոնք մեծաշոտ ընդգրկվում է բանակը։ Հիմա եթե սա բացակայում է, այսինքն բացակայում է անձնակազմի մոտիվացիան։ Ինչի համար։ Եթե անձնակազմի զինծառայողը մտածում են ընդհանուր օր մտնեսնելու համար, բնականաբար մեր բանակը մեր հարևանի հետ մրցակցության ժամանակ պարտվի։ Եվ ներսում անառողջ մթնոլորտ է, որտեղ բանակում այնուամենայնիվ տարաբերվածությունը ի տարբերություն այլ հաստատությունների քաղաքացիական շատ ավելի բարձր է տարաբերվածությունը եւ ֆիզիկական է, եւ հոգեբանական է, եւ բարոյական եւ այդ տարաբերվածության համար մարդկանց մոտ դինի համարժեք համապատասխան մոտիվացիա այդ ամենից դիմագրավելու հաղթահարելու։ Եթե մոտիվացիան հանում ես, եթե արտաքին ճշտամի կերպարը հանում ես, տակը լինում է այն ինչ այսօր մենք տեսնում։ Հիշեցնենք նաև, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով 2026 թվականին արդեն իսկ արձանագրվել է մահվան 31 դեպք։ ՊՆ-ն սակայն այլ տվյալներ էր հրապարակել, նշելով, որ մահվան 11 դեպք է գրանցվել։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայի մի եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։